Պարոն Քոչարյան արդեն իսկ մեկնարկել է քարոզարշավի երկրորդ շաբաթը, եթե առաջին շաբաթը այսպես ասած աչքի չընկավ կոշտ ռետորաբանությամբ, երկրորդ շաբաթը կարծես ցանկանում է նման միտում կա, մասնավորապես իշխանության կողմից, տեսնում ենք թե ինչպիսի խոսույթ է բանեցվում, ընդդիմություն, իշխանություն, այսպես ասած փոխհրաձգություն է հեռավար տեղի ունենում, այ հետաքրքիր է Փաշինյանը ուղիղ եթերում սպառնաց ընդդիմությանը, բայց իրավապահ համակարգից դեռևս որևէ արձագանք չկա։ Ըստ ձեզ, եթե նման ուղով շարունակվի քարոզարշավը, ինչին ականատես կլինենք։ Գիտեք, նախընտրական քարոզարշավին շատ բնորոշ ընթացքով է գնում։ Գնալով ավելի սրվելու է ռետորաբանությունը երկու կողմից էլ։ Ես կարծում եմ սովորաբար միշտ սրողը լինում է ընդդիմությունը։ Եթե ազնիվ լինենք, ընդդիմությունն էլ այնպես չի, որ ընդդիմության կողմից էլ տարբեր ռետորաբանությունը սրվեց, բայց սովորաբար իշխանությունը միշտ ավելի հանգիստ է տանում, ավելի հանդարտ է տանում։ Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանի նման պահվածքը արդյունք էր այնուամենայնիվ հատկապես Երևանում իրականությանը բախվելու, որովհետև մինչ այդ նա ավելի շատ անցյալ շաբաթ պտտվում էր մարզերում, որտեղ այսպես միշտ բոլոր ժամանակներում, միշտ մարզերը ավելի հանգիստ են լինում, ավելի հանգիստ են ընդունում, ընդ որում բոլորին։ Երևանում սովորաբար թե Երևանը, թե ամենաշատը Գյումրին լինում են ընդդիմադիր։ Երբ տեսավ, որ պատկերը այն չէ, միգուցե ինչ իրեն ներկայացնում են կամ ինչ ինքը պատկերացնում է, բնականաբար իրեն շատ բնորոշ ոճով անցավ նման ագրեսիայի։ Կարծում եմ այդ ագրեսիան դեպի ընտրություններ ավելի կշատանա, հիշեք 21 թվականը մուրճի հանելը ինչ-որ պահից եւ այլն։ Դա ես ավելի շատ օրինաչափություն եմ դիտարկում, քան ինչ-որ շարքային բանից դուրս։ Դա ավելի շատ օրինաչափություն է քարոզարշավին բնորոշ։ Պարոն Քոչարյան, տեսեք, ըստ էության Փաշինյանի նյարդերը տեղի են տալիս, երբ հանդիպում է քաղաքացիների, ովքեր չեն կիսում իր կարծիքը կամ իր որդեգրած քաղաքական գիծը, եւ երեք մենք ականատես եղանք, թե ինչպես Երևանում, Արաբկիրում Փաշինյանը, այսպես ասած, ինչպես էր խոսում հասարակ քաղաքացիների հետ։ Հիմա այնպես է ստացվում, որ դուք էլ ձեր խոսքում ասեցիք, որ Փաշինյանը չէր սպասում նման ընդունելության, այսինքն իշխանությունը վախեր ունի, որ կարող է Երևանում պարտվել ընտրություններում։ Իհարկե, նա տեսնում է, որ իրականությունը լրիվ այլ է, երբ հանդիպում է մարդկանց, նախ մարզերում այնուամենայնիվ վախի մթնոլորտը շատ ավելի շատ է, Երևանում չկա այդ, պարզ է, որ կա, բայց համենայն դեպս միշտ էլ մայրաքաղաքը ավելի ազատ է լինում, նախ հետո 1 միլիոնանոց քաղաք է, ոնց ուզում է լինի, դժգոհների քանակը միշտ ավելի շատ է լինում։ Այստեղ ես կարծում եմ խնդիրը այն չէ, որ հանդիպում է այդ մարդկանց եւ նման կերպ է խոսում։ Խնդիրը ավելի շատ հենց բառապաշարի մեջ է, բառամթերքի, որովհետեւ օրինակ ես չգիտեմ, ինձ թվում է անգամ որևէ մեկի մտքով չի անցել, որ օրենսգրքում նախատեսեն մի հոդված, որը վերաբերում է, կապ չունի դա քրեական է, թե քաղաքացիական է, ես հիմա էականը դա չի, բայց վստահ եմ, որ չեն էլ մտքներով անցկացրել, որ կարելի է հոդված դնել, որտեղ մարդը մարդուն կարող է ասի դու ինչու ես կենթանի, ինչու ես ողջ մնացել, ինչու չես մեռել։ Սա ես առաջին անգամ ճիշտ ասած հանդիպում նման բառապաշարի, բառամթերքի, մի կողմ դնենք այն, որ ատելություն է սերմանում, նա դա անում է արդեն 8 տարի շարունակ, այնպես չի, դա նորություն չի, արցախցիների նկատմամբ,
Իհարկե շատ-շատերը ուրախանում են առանց հասկանալու, ես նկատի ունեմ իր կողմնակիցները, առանց հասկանալու, որ վաղը մյուս օր երևանցիների ու գյումրեցիների մեջ է այդ ատելությունը սերմանելու, չգիտեմ, սյունեցիների եւ տաուշցիների մեջ է այդ ատելությունը սերմանելու, ինչը եւ նա անում է շատ մեծ հաջողությամբ, կանանց եւ տղամարդկանց, ոնց ուզում եք, նա միայն ատելություն է սերմանում 8 տարի։ Իսկ պարոն Քոչարյան, ձեր կարծիքով ինչպես պետք է, այսպես ասած, Փաշինյանի այս հայտարարություններին արձագանքեր իրավապահ համակարգը։ Եվ կարձագանքի արդյոք։ Ես վստահ եմ, որ չի արձագանքի, անգամ այն պարագայում, եթե այսպես կոչված իրավապաշտպանները անգամ, հա, Նիկոլի կողմնակից իրավապաշտպանները արձագանքեցին, երեք ճիշտը շատն է, փորձեցին սվաղել անկյունները, հա, կլորացնել այդ սուր անկյունները, բայց այնուամենայնիվ անգամ նրանք արձագանքեցին։ Իսկ իրավապահ համակարգը չի արձագանքել եւ հույս էլ չունենակ, որ արձագանքելու է։ Իսկ մարդկանց հետ նման խոսույթի կիրառումը հասարակ քաղաքացիների, ում մի քանի տարի առաջ ասում էր, թե այդ 3 միլիոն վարչապետներից մեկը դու ես, այդ մարդկանց հանդեպ նման խոսույթի կիրառումը արդյոք հակառակ էֆեկտը չի ունենա Փաշինյանի համար։ Ես կարծում եմ կունենա եւ դա գիտեն նաեւ իր շատ թիմակիցներ, դրա համար էլ փորձեցին կլորացնել այդ անկյունները եւ վերցնել, փապկացնել, հա, ամորտիզացիայի դեր խաղալ։ Եվ պարոն Քոչարյան, խոսենք ընդդիմության մասին, հա, հիմա ինչպես է դիրքավորված ընդդիմությունը, արդյոք ինչպես եք տեսնում հետագա ընտրապայքարը, տեսնում ենք, որ իշխանություն, ընդդիմություն, այսպես ասած, այդ փոխհրաձգությունը դեռևս շարունակվում է, բայց արդյոք ընդդիմությանը կհաջողվի, այսպես ասած, դեռևս կողմնորոշվել այն չկողմնորոշված քաղաքացիներին։ Գիտեք, ես կարծում եմ ընդդիմության առաջնային գործը երեք Ռուբեն Մխիթարյանն էր մի ստատուս գրել, որի հետ ես երկու ձեռքով կողմնակից եմ եւ կոչ եմ անում, որ բոլոր ընդդիմադիրները հետևեն դրան, որ ցանկացած իրենց քարոզչական օրը սկսեն պարզ է, որ իրենց ծրագրերը պետք է ներկայացնեն, իրենց ասելիքը ասեն, բայց սկսեն մի բառից, հա, մասնակցեք ընտրություններին, որովհետև այսօր ամենակարևոր, հա, խնդիրը դա մասնակցության խնդիրն է, ինչքան մասնակցությունը մեծ լինի, այնքան իշխանությունների շանսը քիչ կլինի։